Հապուսը միացրել եմ, դե ինչ։ Գիտեք մի հատ հետաքրիր բան ասեմ, ես ամեն անգամ կապ չունի որ թեմայից եմ խոսում, ես չգիտեմ խի, ես ինքս ահավոր սկսում եմ ոգևորվել։ Չնայած էսի, եթե ես չեմ կարող հաշվեմ, քանի անգամ եմ ես օրինակ սպիտակուցի մասին խոսացել։ Բայց ես շատ եմ սիրում ես ամեն ինչը, որովհետև հասկանում եմ, որ սա ինչ որ հիմա մենք խոսանք, դա տալիս է արդյունք ցանկացած մարդու համար, ցանկացած։ Նունեի օրինակով եւ մնացած բոլորի օրինակով։ Դե եկեք ուրեմն սպիտակուցների մասին սկսենք խոսակցությունը այն բանից, որ էդի մեր ուտելիքի մեջ եղած հիմնական էներգիայի աղբյուրներից մեկն է, հա, եթե մենք փորձենք վերհիշենք, ունենք էներգիայի երեք աղբյուր, դա ճարպերն են, ածխաջրերը եւ սպիտակուցները։ Հիմա սպիտակուցները մենք ուտելիքի հետ ուտելով ենք ստանում, օդի հետ շնչելով չենք ստանում, ջուր խմելով չենք ստանում, չգիտեմ, մաշկի վրա կռեմ քսելով չենք ստանում։ Պետք է ուտենք, ուրիշ տարբերակ չկա, հա։ Կա երկու հիմնական աղբյուր։ Մեկը կենթանականն է, ասենք միս, ձուկ, ծովամթերք, կատնամթերք եւ այլն։ Եվ բուսականը, հա, տարբեր տեսակի ընդեղ են, չգիտեմ, հատիկավորները, հա, հացահատիկ կլինի կամ եգիպտացորեն եւ այլն, կապ չունի, հատիկավորներից եւ առանձին բաժինը լոբազգիները, ինչի որտեվ լոբազգիների մեջ սպիտակուցի պարունակությունը մի քիչ ավելի շատ է, քան ասենք մնացած այդ հացազգիների մեջ։ Այս աղբյուրները հասկացանք, հա, որտեղից մենք կարանք սպիտակուցը ստանանք։ Հիմա բնականաբար պետք է հասկանալ ընդհանրապես այդ սպիտակուց ասելը ինչ է, ինչի համար է, ինչի է ինքը կարևոր, հա, հիմա փորձենք այդ հարցի պատասխանները ստանալ։ Նախ սպիտակուցը էդի հայերեն անվանումն է, ընդունված լատիներեն անվանումը, ինչի լատիներեն, դե բժշկության մեջ լատիներենն է, չէ, շատ օգտագործվում, դա պրոտեինն է։ Ես ինչ եմ ասում, որովհետև շատ մարդիկ, ովքեր չգիտեն սրա մասին, իրանք որ լսում են պրոտեին, իրանք միանգամից ասոցիացիաները գնում է սպորտսմենների այն բանկեքի հետ, որ հա պարապելուց պետք է խմեն, որ մկանները աճի բան եւ այլն։ Այնինչ, այո, դա էլ է պրոտեին, սպիտակուց, բայց երբ որ դուք միս եք ուտում կամ կատնաշոր եք ուտում, դուք ուտում եք փաստացի էլի պրոտեին։ Ու ստեղ մի հատ էլ կարևոր բան կա, որ պետք է փորձել հասկանալ, առանց շատ խորանալու, հա, մենք բժշկության մեջ չենք խորանում, բայց մեզ որոշ բաներ պետք է պրոստը պատկերացնել, որ սպիտակուցները իրանք իրանց հերթին բաղկացած են այսպես կոչված ամինաթթուներից։ Այսինքն, եթե վերցնենք օրինակ կոզեին տեսակի սպիտակուցը, հա, ինքը սպիտակուցի տեսակ է, ասենք, կատնամթերքի մեջ կա։ Ինքը իր հերթին ունի ամինաթթուներից բաղկացած ինչ որ մի հատ բան է, էլի։ Ցենց ասենք, բանաձև է, լավ, ցենց պատկերացնելու համար եմ ասում։ Հիմա կոզեինից բացի լիքը ուրիշ բաներ կա, էլի, սպիտակուցներ կա։ Ինչի է էսի կարևոր հասկանալ, Ժորժ ջան, որովհետև էսի շատ կարևոր է, էլի, որովհետև երբ որ մենք ուտում ենք ցանկացած սպիտակուց, մեր օրգանիզմը մարսողական համակարգի ընթացքում քանդում է այդ սպիտակուցը իր ամինաթթուներով, ասենց առանձնացնում է, հա? Ինչի, որտեվ այդ ամինաթթուներից է ինքը հետո վերցնելու ինչ որ բան կառուցելու։ Եվ ստեղ կա նրբություն։ Եթե ամեն մի տեսակի սպիտակուցի մեջ ամինաթթուների կազմը տարբեր է։ Եվ կան ամինաթթուներ, որոնք մեր օրգանիզմը կարողանում է սինթեզել մեկ ուրիշ ամինաթթուից, ժողովուրդ, էսի ամենա երևի բժշկական տերմինոլոգիա չկա, բայց հասկանալու համար է պետք էլի անկեղծ, որ ասենք մենք կերանք, իրան հիմա ամինաթթու է պետք, որը մենք չենք կերել, բայց օրգանիզմը կարող է վերցնի մի հատ ուրիշ կերած ամինաթթուն ու էդի կոպիտ ասած քանդի ու հավաքի այս մյուս ամինաթթուն, որ իրան պետք էր։ Էդի կոչվում է սինթեզվող ամինաթթուներ։ Բայց կան նաև չսինթեզվող ամինաթթուներ, Ժորժ ջան։ Էդ ինչ է նշանակում։ Էդ նշանակում է, որ եթե դուք իրան չեք կերել, օրգանիզմը չի կարող մեկ ուրիշ ամինաթթուն վերցնի քանդի հավաքի իր ուզածը ստանա։ Մենք պարտադիր պետք է էդի ուտենք։ Ուրիշ սցենար չկա։ Էսի կարևոր մոմենտ է։ Էսի քիչ հետո կհասկանաք ինչ էսքան բանը բացատրեցի։
Հիմա երբ որ մենք սպիտակուց ենք ուտում, հա, մեր օրգանիզմի ինքը համարվում է շինանյութը, կարևորագույն շինանյութը։ Ինչի՞։ Ժոր, մեր օրգանիզմը, եթե մենք վերցնենք, հա, ունի տարբեր համակարգեր։ Հիմա կասեմ կհասկանաք, թվով եթե չեմ սխալվում 12-ա, կարող է սխալվում եմ, չգիտեմ, կներեք, բայց որ հասկանաք, կա սիրտանոթային համակարգ, հա, կա ոսկրային համակարգ, կա մկանային համակարգ եւ այլն։ Ոնց որ մի քանի մարսողական համակարգ կա։ Հիմա այս համակարգները մեր օրգանիզմի բաղկացած են օրգաններից, ասենք սիրտանոթային համակարգի մեջ ամենահայտնի օրգանը ո՞րն է։ Սիրտը, չէ՞։ Ահա։ Սիրտն է, անոթներն են, մազանոթներն են եւ այդպես շարունակ։ Մարսողական համակարգի մեջ ինչ օրգաններ են։ Բերանի խոռոճը, կերակրափող, ստամոքս եւ այլն, հա, աղիներ։ Ժորժան, այս ամեն մի օրգանը իր հերթին բաղկացած է հյուսվածքներից։ Մկանային հյուսվածք գոյություն ունի, ոսկրային հյուսվածք գոյություն ունի, հա, եւ այդպես շարունակ։ Նյարդային հյուսվածքներ գոյություն ունեն։ Էս էլ չէ պատկերացրիք։ Հիմա ի՞նչն է ամենահետաքրքիրը, ժողովուրդ։ Այս հյուսվածքներն էլ իրանց հերթին բաղկացած են դպրոցի դասերն ենք էլի հիշում անցած բջիջներից։ Հիմա ամեն մի բջիջ ինքը կոպիտ ասած կենթանի օրգանիզմ է։ Ունի իր կորիզը, իր մեջ լիքը բաներ կան եւ այլն։ Եվ մեր այս ուտելիքը, որ մենք ուտում ենք, իմաստը եւ նպատակը կայանում է ինչու՞մ, որ օրգանիզմը վերցնում է մարսողության մեջ է սախ մշակում է բանում արյան միջոցով տանում հասցնում է մեր յուրաքանչյուր բջիջին սկուտեղի վրա։ Ասում է, ան, բերել եմ քո ուտելիքը, բջիջն էլ դες վերցնում է ինչ որ իրան պետք է օգտագործում է ինչ որ պետք չի թափում է դուս գնաց։ Հասկացաք։ Հիմա ի՞նչն է հետաքրքիր։ Մենք բաղկացած ենք նմանատիպ տրիլիոնավոր բջիջների, ժողովուրդ, ամեն մարդու օրգանիզմը մի հատ կոսմոս է, տիեզերք է մի հատ։ Այդ բջիջների առումով շատ են։ Ու պատկերացնում եք, երբ որ մենք ուտում ենք, ով է տես բան մտածում։ Մենք ինչ որ մի հատ բան կերանք, մտածում ենք, այս ես կերա, հիմա այն բջիջները կստանան այսքան ամինաթթու, ոչ մեկ տես բան չի մտածում, չէ՞, կերակ, փորը լցվեց, կշտացակ, վсё, գնացինք աշխատել, ով է մտածում, թե ինչ մենք տվեցինք մեր բջիջներին։ Herbalife-ի հզորությունը կայանում է նրանում, որ երբ որ մենք ուտում ենք Herbalife-ի կոկտեյլը օրինակ, մենք հստակ հասկանում ենք, որ մենք իրոքից կերակրեցինք ոչ թե մեր ստամոքսը, այլ մեր բջիջները։ Հա, գիտականորեն հիմնավորված ուտելիքա դրա մասն է խոսանք այսօր։ Հիմա, քանի որ կարևորագույն շինանյութ է սպիտակուցը, ինչի է ինքը կարևորագույն, որտեղ ժողովուրդ, մեր բոլոր բջիջները իրանց կենսագործունեության մեջ այդ ամինաթթուներն են օգտագործում։ Եթե ինչ որ բջիջներ կան, որոնք որ հորմոնների արտադրության մեջ են, հա, ներգրաված, մենք լիքը տարբեր հորմոններ չի արտադրվում օրգանիզմը։ Ժողովուրդ, այդ հորմոնը արտադրվում է այդ նույն ամինաթթուների շնորհիվ։ Եթե մենք ասենք արյան կարմիր գնդիկներ ունենք, սպիտակ գնդիկներ ունենք, եւ ժողովուրդ, այդ սաղ շինանյութը սպիտակուցն է։ Ուստի պետք է հասկանալ, որ իրոք դա ամենակարևոր սնունդն է մեր օրգանիզմի համար։ Քանի որ խոսացինք հյուսվածքների եւ այլն, հա, մասին, մենք ունենք մեր օրգանիզմում բավականին շատ է մկանային հյուսվածքը։ Մկանները մենակ մուսկուլները չի, հա, ամբողջ օրգան համակարգը գրեթե բոլորը մկանային հյուսվածք է, սկսած սրտից վերջացրած, ասենք, նույն ստամոքսը ունի ինչ որ մկանային բանի հյուսվածքի շերտ, նույնիսկ անոթները ունեն մկանային շերտ, բայց բան է, մի քիչ ուրիշ ձև է։ Եվ այլն, այսինքն սպիտակուցը նպաստում է մկանային զանգվածի ձևավորմանը եւ ամրացմանը։ Այսի շատ կարևոր է։ Բացի դրանից, կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման գործունեության մեջ։ Դե բնականաբար, եթե ինչ-որ բան վնասվել է, այդ վերականգնելու սաղ process-ը, եթե չեղավ բավարար սպիտակուց, նո շատ դժվար է ընթանալու ու ասենք նույն վերքը շուտ չի լավանալու օրինակի համար։ Հանդիսանում է էներգիայի աղբյուր, դա արդեն ամենասկզբից ասեցի, եւ ապահովում է առավել երկարատև հագեցվածության զգացում։ Ժորժ ջան, ինչի՞։ Նայեք, մենք երբ որ խոսանք հետո, ասենք ածխաջրերի, սպիտակուցների մասին, դուք կհասկանաք, որ
սպիտակուցը, եթե մենք ուտում ենք, լավ, սենց օրինակ բերեմ, ավելի պարզ։ Պատկերացրեք, վերցնում ենք 50 գրամ միս ու 50 գրամ ինչ, նո ինչ որ մի հատ խմորեն, կեքս, օրինակի համար։ Եթե դուք 50 գրամ կեքս ուտեք ու 50 գրամ միս, ո՞նց եք կարծում, ո՞րն է ավելի երկար ձեզ հագեցած պահելու։ Եթե տենց բան փորձել եք, ապա պատասխանը միանշանակ միսն է։ Չի կարա Միսը։ կեքսը։ Հա։ Ինչի է տենց, որովհետև պատճառներից մեկը, որովհետև մսի այդ յուրացվելու process-ը, հիմա ես մսի վրա եմ օրինակը բերում, բայց լոբին էլ է այդ թեմայի մեջ։ Յուրացվելու process-ը երկար է գնում, երկար է օրգանիզմը իրան այդ մարսողական համակարգի մեջ կարողանում քանդի այդ ամինաթթուները վերցնի։ Իսկ ինչքան երկար է գնում, այնքան մեր կուշտ լինելու զգացողությունը ավելի երկար է նշում։ Դա էսենց հետաքրքիր բան կա։ Ինչը կեքսի մասով չես ասի, կեքսի որպես ածխաջուր շատ արագ է ներծծվում արյան մեջ։ Եվ մարդու օրգանիզմը 10-15%-ով բաղկացած է սպիտակուցից։ Հիմա որպեսզի օրգանիզմը կարողանա պահպանել իր բնական գործունեությունը, յուրաքանչյուր օր մենք կարիք ունենք ուտելու բավարար քանակի սպիտակուց։ Ժորժ ջան, նենց է ստացվել, որ մեր օրգանիզմը սպիտակուցը պահեստավորելու հնարավորություն համարյա չունի։ Ինչ եմ ասում համարյա չունի, հեսա կհասկանաք։ Ովքեր որ ավել քաշ ունեն, հաստատ հետս չեն վիճի, որ մեր օրգանիզմը ճարպը պահելու համար խելքի իրանը չի, չէ՞։ Որտեղ ասես կարա տանի ճարպը պահի։ Սպիտակուցի հետ այտենց չի ստացվում։ Երկու պատճառ կա։ Նախ, եթե մենք հիմա նստենք հաշվենք միջին վիճակագրական մարդու օրվա կերած սպիտակուցի քանակը, եւ այսօր դուք նորմատիվները կիմանաք ու համեմատենք այդ նորմատիվների հետ, կպարզվի, որ մարդկանց գերակշռող մասը պրոստը օրվա ընթացքում սպիտակուցի բավարար քանակ չի ստանում ի սկզբանե։ Էլ ուր մնաց էդի ոնց էդի պահեստավորը, եթե ի սկզբանե քիչ է, օրգանիզմը այդ իրան օգտագործում է իր կարիքների համար, պահեստավորելու հնարք չունի։ Մյուս կողմից մկան աճացնելը էդի տենց հեշտ process չի, հա, եթե վերցնենք մկանները որպես օրինակ սպիտակուցի պահեստ, եթե կարելի է տենց ասել։ Դրա համար ստացվում է, որ մենք ամեն օր պարտադիր պետք է կարողանանք մեր սպիտակուցի քանակը ապահովենք, ժորդ, ուզենք թե չուզենք։ Հակառակ դեպքում մի օրվա մեջ չէ, եկեք հասկանանք, որ մեր օրգանիզմը բավականին ունիկալ է, հա, եւ ինքը ունի որոշակի ռեսուրսներ հարմարվելու առումով եւ այլն, եթե դուք մի օր բավարար սպիտակուց չուտեք, ձեզ այդ օրը շատ վատ բան չի լինի, եթե դաժե մի շաբաթ չուտեք բավարար քանակի սպիտակուց, էլի շատ վատ բան չի, բայց եթե դուք ամիսներ շարունակ, տարիներ շարունակ երբևիցե սրա մասին չեք մտածել, չեք հետևել ու չեք ստացել բավարար սպիտակուց, Ժորժան, սկսվում է հորմոնների հետ խնդիր, չգիտեմ, ինչի հետ ասեք, սա խնդիրների իրար հետ sense ցեպոչկայով սկսում են զարգան։ Լավ, շատ չվախացնեմ ձեզի։ Գնանք առաջ։ Սպիտակուցի օգտագործման առանձնակի կարևորությունը ֆիզիկական ակտիվությունն է։ Ժորդ, եկեք հասկանանք, էներգիայի աղբյուր է սպիտակուցը, ֆիզիկական ակտիվություն ինչ է նշանակում։ Շատ էներգիա ծախսել, այդ մեկ։ Երկրորդը նաև ծախսել համապատասխան ռեսուրս օրգանիզմի։ Օրինակ, պրոֆեսիոնալ սպորտսմենների ամենամեծ խնդիրը գիտեք որն է։ Վերականգնվելը ճիշտ ձևով, այսինքն այդ մեծ նագրուսկեքից հետո, մեծ ծանրաբեռնվածությունից հետո ճիշտ վերականգնվել, որ ինվալիդ չդառնալ։ Պատմությունը ցույց է տալի, որ շատ պրոֆեսիոնալ սպորտսմեններ սպորտը թողելուց հետո բավականին խնդիրներ են ունենում։ Եվ մենք սպորտսմեն չենք, դա պարզ է, բայց դաժե մեզ ֆիզիկական ակտիվությունից հետո այդ վերականգնվելու process-ը շատ կարևոր է, եւ այստեղ նորից սպիտակուցն է գալիս, Ժորժան, ուզեք թե չուզեք, էլի սպիտակուցի թեման է գալի գնում առաջ։ Հատկապես նաև առանձին խոսակցությունը այն մարդկանց համար, ովքեր որ քաշի վերահսկելու process-ի մեջ են, Ժորժ։ Նայեք, արդեն համարյա սա ասվեց։ Քաշը իջացնող մարդկանց էներգիա ավելի շատ պետք է, այո, պետք է։ Ինչի, որտեղ ինչքան քաշը ավել է, Ժորժան, այնքան դուք ավելի անհավես եք շարժվում, չէ՞, տենցա թե չէ։ Ավելի, չգիտեմ, տենց էներգիա չկա, հա, բայց երբ որ դուք ճիշտ ծնունդ եք սկսում ստանալ,
այդ առումով արդեն հարցը սկսում է դզվել։ Մկանները պետքա որ շատ լինեն, ինչի որտեվ հենց մկաններն են ավելի շատ էներգիա այրում մեր օրգանիզմում, իսկ այդ մկանները պետքա կերակրել, այսինքն նորից սպիտակուցն է պետք։ Եվ ես արդեն ասացի, որ սպիտակուցը հագեցվածությունը ավելի երկար է պահում։ Հələ մենակ այս 3 կետով մնացածը չեմ ասում, արդեն նիհարող մարդուն ակնհայտ է, որ պետքա բավարար քանակի սպիտակուց, Ժորժան։ Էսի ֆունդամենտն է, էսի հիմքն է։ Ես չեմ հորինե սա գիտությունն է ասում, կհետաքրվեք, կարաք բացեք, ուսումնասիրեք, լիքը բաներ կիմանաք։ Դե արդեն ասին, քաշի վերահսկան գործընթացը անհրաժեշտ պայման է համարվում բավարար քանակի սպիտակուցը, արդեն ասինք մի խոսքով այս ամեն ինչը։ Հիմա այս ամեն ինչի հետ կապված, եթե տարեթվերը ներքևը նայեք, մինչև 2015 թիվն է այս օրինակը բերած։ Իսկ սա մենք արդեն 10 տարի սրանից առաջ ենք գնացել, հա? Ու եթե նայում եք ընդհանուր աշխարհով 1, ժողովուրդ, այս խնդիրը գնալով միայն խորանում է, եթե խոսում ենք քաշի մասին։ Վերջերս ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած մեծ վերապատրաստման ժամանակ եկել էր մի հատ հիանալի անձնավորություն եւ մի հատ էլ հիանալի էքսպերտ, մեկը մյուսից ովքեր կային, այդտեղ հասկանում են ում մասին է խոսքը։ Ուրեմն մեր խոսնակը 79 տարեկանի մեջ էր արդեն, 78-ը լրացած, 79-ի մեջ։ Ժողովուրդ, ես շոկի մեջ էի, ոնց կարա մարդը այդ տարիքում մի օրում 211 կիլոմետր հեծանիվ քշի, 2000 անգամ պպզի վեր կանա ու տես լիքը հետաքրքիր բաներ, ժողովուրդ։ Ֆանտաստիկ, մի հատ մենք մի խոսքով շատ բան սովորեցինք այդ մարդուց եւ էքսպերտի մասով էլ իհարկե շատ բան սովորեցինք եւ էքսպերտը ասաց, որ Ժորժ ջան, մենք չենք կարում դեմը առնենք արագության այն բանի, թե ոնց են մարդիկ քաշը հավաքում։ Չնայած որ ունենք լիքը լավ գիտելիքներ, լիքը լավ մթերքներ եւ վիճակագրությունը մի խոսքով ինքը արդեն ամեն ինչ ասում է։ Ես հիմա չեմ ուզում այս թվերը սաղ ասեմ, միայն կասեմ 3 անգամ վերջին եք, եթե վերցնենք 2000 էլի, հա, չկներեք 1975 թվից սկսած առ այսօր գեր մարդկանց քանակը աշխարհում 3 անգամ ավելացել է, ընդամենը 50 տարվա մեջ, ժողովուրդ, հասկանում եք, 50 տարին ինչ է։ 3 սերունդ մաքսիմում, եթե տես նայենք։ Լավ, եկեք հիմա լավ բաներից խոսանք։ Իրականում լավ բան շատ կա։ Չմոռանանք, որ մենք սպիտակուցի մասն ենք խոսում, ուրեմն կենթանական եւ բուսական ծագման սպիտակուցները, հա, հիմա հարց կա, ո՞րն է լավը, հա, կենթանականը թե բուսականը։ Միանգամից եմ ուզում ասեմ, ժողովուրդ, մեզ երկուսն էլ պետք են։ Մենք բավարար ծայրահեղությունից ծայրահեղություն պետք չի գնալ ոչ մի դեպքում, այսինքն, ես հարգում եմ մարդկանց, ովքեր որ բուսակեր են եւ այլն, բայց չմոռանանք, որ все-таки մեր օրգանիզմը, մեր տարածաշրջանը սա նշանակություն ունի, հա, մեր գեները եւ այլն, մեզ որպես սպիտակուցի աղբյուր երկուսն էլ պետք են։ Ուրիշ բան, որ կենթանական սպիտակուցները որպես կանոն իրանց մեջ պարունակում են նաեւ ավել յուղեր, հա, ընդ որում ինչ որտեղ գուցե ոչ այդքան լավ յուղեր մեր օրգանիզմի համար, հա, խոլեստերին, բան եւ այլն։ Ինչը բուսականի դեպքում կարելի ասել այդ խնդիրը չկա։ Համարյա, եթե ընդեղենի մասին չենք խոսում, էլի։ Եվ ինչն է հետաքրքիր, բուսական ծագման սպիտակուցը մի քիչ ավելի շատ է յուրացվում, քան կենթանականը։ То есть, եթե 100 գրամ խոսքի վերցնում ենք ինչ որ մի տեսակի միս, կապ չունի հավ, տավար եւ այլն, մոտավորապես 20 ինչ որտեղ որոշ գրականության մեջ 25 դաժե 30%-ն է յուրացվում մեր օրգանիզմի կողմից։ Այդ սպիտակուցը եսի նկատի ունեմ մեջի։ Եթե մենք վերցնում ենք բուսական աղբյուրը, ապա դա միջև 50%-ն է, եթե ինքը սովորական վիճակում է, իսկ եթե մենք խոսում ենք լոբազգիներից եւ հատկապես սոյայի մասին, դուք սա լսել եք սոյայի մասին, ասեմ, որ սոյայի սպիտակուցի իզոլատը, ինչ է նշանակում իզոլատ, այսինքն իզոլատ մաքրած, մաքուր սպիտակուցը վերցած սոյայի մեջից։ Ինքը համարվում է լավագույնը մարդու համար։ Ինչու՞։ Հիմա էսի կարևոր մոմենտ է։ Հիշում եք սկզբից ամինաթթուների մասին խոսացի, ասի ամեն սպիտակուց բաղկացած ամինաթթուներից։ Պարզվում է, որ
բուսական աշխարհից սոյայի սպիտակուցի իզոլատն է մաքսիմալ պարունակում իր մեջ այդ ամինաթթուները, կարելի ասել բոլորը, որը որ մեզ պետք է, հա։ Իսկ կենթանականից ձուն, հավքիթը, այս երկու սպիտակուցը համարվում են մաքսիմալ այդ իրանց ամինաթթուներով հարուստ սպիտակուցի աղբյուր։ Դրա համար Herbalife-ը օգտագործում է իր մթերքների մեջ սոյայի սպիտակուցի իզոլատը, սա կարևոր է, որտեղ սոյայի սպիտակուց կարա լինի շռոտ են ասում, շռոտը դա ոնց որ կոպիտ ասած աղացած սոյան է, հա, հենց ինքը առանց մաքրելու, առանց ոչի բան, ինքն էլ է սպիտակուց պարունակում, բայց ինքը իզոլատը չի, հա, եւ դա մեծ տարբերություն կա տեխնոլոգիաների առումով էլ, արժեքի առումով էլ եւ այլն։ Էսի կարևոր է որ դուք իմանաք, все-таки եկել եք ստեղ, հա, սովորելու։ Եվ սպիտակուցի օրական պահանջի ավելի քան կեսը խորհուրդ է տրվում կառուցել բուսական աղբյուրից։ Այսինքն մոտավորապես 60-40 հարաբերակցությամբ, հա, 60%-ը բուսական աղբյուր, 40%-ը կենթանական։ Որոշ մարդիկ գերադասում են նույնիսկ 70-30%-ը իրավունք ունեն, օքեյ, խնդիր չկա։ Առանձնահատուկ թեմայի է սպորտսմենների մասը, մի քիչ ուրիշ է, որտեղ սպորտսմենները Ժորջան իրանց նայած ինչ նպատակ են իրենց արժև դրել, մկան հավաքել, թե ինչ որ ռեկորդ խփել եւ այլ սահմանել, հա, այդտեղ մի քիչ սնունդը տարբերվում է արդեն, դա առանձին խոսակցություն է։ Եվ եկեք մի քիչ էլ սոյայի սպիտակուցից խոսանք, չնայած արդեն համարյա սաղ ասեցի, սոյայի սպիտակուցը լիարժեք սպիտակուց է, այդ ամինաթթուների պահով եմ ասում, այն պարունակում է բոլոր անհրաժեշտ ամինաթթուները, մարդու օրգանիզմի համար սպիտակուցի ամենաօգտակար աղբյուրներից մեկն է համարվում, բացի սպիտակուցից սոյայի հատիկները պարունակում են բջջանյութ, ռուսերեն կլետչատկա, որը շատ կարևոր դեր է տանում մեր աղեստամոքսային համակարգի աշխատանքի մեջ։ Այսպիսով, սպիտակուցի, հիմա եկեք հասկանանք ինչքան սպիտակուց է մեզ պետք։ Լավ, այսքան խոսացինք, իմացանք, որ սպիտակուցը լավ բան է, պետք է, նիհարողին էլ, չնիհարողին էլ, բոլորին է պետք։ Հիմա եկեք հասկանանք որն է օրվա պահանջը։ Ուրեմն, սովորական մարդու համար, ինչ նշանակում սովորական մարդ։ Այսինքն, առավոտը արթնացավ, լվացվեց, հագնվեց, գնաց իր գործի տեղը, նստած աշխատեց, թե կանգնած կապ չունի, հետ եկավ տուն, չգիտեմ, կերավ, նստեց հեռուստացույցը նայեց, գնաց պարկեց, քնավ, մյուս օրը առավոտը հելավ, էլ նույն պատմությունը կրկնվի, սովորական մարդ, միջինով եմ ասում, էլի, հա։ Մի կիլոգրամ մարմնի զանգվածի դիմաց պետք է ուտի մի գրամ սպիտակուց, այսինքն, կլորացրած ասեմ, եթե մարդը 100 կիլո է, ուրեմն ինքը պետք է ուտի 100 գրամ սպիտակուց։ Հիմա կմտածեք 100 գրամը էդի ինչ է, չէ՞, կարելի է մի ուտելով ուտել։ Բայց ցավոք սրտի Ժորժան ամեն ինչ այդքան հեշտ չի, որովհետև 100 գրամ սպիտակուց ուտելու համար ձեզ օրվա կտրվածքով բավականին լուրջ աշխատանք է պետք տանել ձեր սննդի վրա։ Մենք ժամանակ առ ժամանակ մեր չաթերում տեղադրում ենք մի հատ աղյուսակ, որտեղ սենց սյուներով տարբեր սննդամթերքներն է, կալորիան է գրած, չգիտեմ, ածխաջուրը եւ այլն, եւ սպիտակուցն էլ է գրած։ Եթե մենք կամ եթե ուզեք կարակ Google-ում պրոստը աղյուսակը ասեք գրեք, ինչ մթերքների մեջ ինչքան սպիտակուց կա, ինքը բերում է։ Ու դուք կզարմանաք, Ժորջան, որ իրականում 100 գրամ սպիտակուց ստանալու համար բավականին շատ ուտելիք է պետք ուտել։ Նու մարդը եթե քաշի խնդիր չունի, եթե շատ ակտիվ է ֆիզիկապես եւ այլն, գուցե այդքան ուտելիք ուտելը օքեյ է։ Բայց այն մարդը, որ ունի քաշի խնդիր, ֆիզիկապես ակտիվ չի եւ այլն, այդ ծավալի խնդիր բան սնունդ ուտելը դա խնդիր է։ Իսկ հիմա նայեք հետաքրիր ինչու՞մն է։ Եթե մարդը ֆիզիկապես ակտիվ է, 1-3 անգամ մարզվում է շաբաթվա ընթացքում, կամ ինչ որ դիետաներ ապահովում եւ այլն, ապա ամեն մի կիլոգրամի դիմաց ուշադրություն 1-2 գրամ սպիտակուց է պետք։ Եթե նույն 100 կիլանոց մարդուն իրականում ոչ թե 100 գրամ է պետք, այլ 120 գրամ է սպիտակուց պետք։ Էլ ավելի դժվար է դա իրականացնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր կոնկրետ նիհարելու խնդիր ունեն, ժորդ, ընդհուպ միջև 1.5 գրամ մի կիլոգրամի դիմաց սպիտակուցը պետք է։
Տղամարդկանց համար, այսա կանանց էր վերաբերվում, տղամարդկանց համար, քանի որ մկանային զանգվածը ավելի շատ է, 15-20%-ով ավել, այսինքն տղամարդկանց դեպքում ընդհանուր մինչև 2 գրամի կարա հասնի օրվա սպիտակուցի պահանջը 1 կիլոգրամի դիմաց։ Հասկանում եք ինչքան դժվար է դա ապահովել։ Եվ տեսեք, ստեղ ինչ ասում նաև, առավոտյան նախաճաշը, միայն նախաճաշը պետք է արդեն 20 գրամ սպիտակուց պարունակի իր մեջ։ Հիմա, դե քանի որ մենք նաև չենք կարա չխոսանք այսքանից հետո մասնագիտացված գիտական հիմք ունեցող մթերքների մասին, որոնք որ ստեղծված են հետևյալ սկզբունքով, խտացրած ձևով բնական հումքից վերցնել հավաքել են ամեն ինչ որ մեր օրգանիզմին պետք է, բայց դա անել մինիմալ կալորիաներով, որտեվ եթե հատկապես մարդը փորձում է քաշը վերահսկի, անպայման չի հենց նիհարի, պրոստը վերահսկի, եղած իր քաշը պահի կամ նիհարի ու պահի կամ вообще даже կարող քաշի խնդիր չունի, բայց ինքը չի ուզում շատ ուտի, բայց ուզում է իր անհրաժեշտ սպիտակուցը ստանա, որ առողջ մնա, հա? Այդ մարդու համար այս տեսակ մասնագիտացված սնունդը ինքը համարվում է իդեալական լուծում, շուտ, իդեալական լուծում։ Դե պրոտեինային կոկտեյլների մասով այս ամեն խոսակցությունը որպես լուծում, հա, այն որ ինքը մի բաժակը, եթե ջրի վրա է պատրաստած, ընդամենը 93 կալորիա է, կան մարդիկ, ովքեր սիրում են կաթի վրա պատրաստել, այդ դեպքում մոտ առապես 200 կալորիա է մոտիկանում այդ ամեն ինչը, հա, ունի հիանալի համ, մենք Հայաստանում 4 համ ունենք, հա, մեր բախտը բերել է, մինչև այդ 3 համեր, հիմա 4 համ ունենք, պատկերացնում եք, բանան, շոկոլադ, ուրեմն թխվածքաբլիթ եւ վանիլային։ Բոլորը սիրում եմ ժորդ։ Անկեղծ ասեմ, երբ որ մեր խոսնակը պատմում էր իր պատմությունը, ով կհիշի ով որ կար, ասեց ես միջև օրս 31 տարի է այդ մարդը ուտում է մթերքները, էս, այդ 70 տարեկան մարդը։ 31 տարի ուտում է, իմիջիալս ֆանտաստիկ պատմություն է, ժորդ չեք պատկերացնում։ Ուրեմն իրանք երբ որ սկսում են այս մթերքներից օգտվել, կինն է սկսում օգտվել, կնոջը մինչև այդ բժիշկի մոտ են լինում, բժիշկը ասում է, լուրջ խնդիրներ ա եղել, առողջական, կնոջը ասել են, ոչ մի ամիս ես ապրելու, հետո հաջողություն։ Ինչպես հասկանում եք, կինը մինչև հիմա կա, սա նորմալ է եւ այլն։ 31 տարի ասում եմ ես երբևիցե մենակ ասենք վանիլային կոկտեյլը չեմ սարքել, միշտ խառնում եմ։ Ես էլ եմ սիրում խառնեմ, ես կարող եմ մի քթալ վանիլ դնեմ, մի քթալ թխվածքաբլիթ, մի քթալ շոկոլադ, կամ 2 քթալ թխվածքաբլիթ դնեմ, մի քթալ բանան, ժորդ, այնքան շատ եմ սիրում խառնած։ Եթե իմ նման գժեր կանցնեք, կարան ձեր բարձրացնեն։ Լավ եմ, լավ Լավ իմաստով գիշեր էլի, հա։ Okay։ Դե ինչ է ստացվում։ Մի բաժակը, ժոր, նախ իրան հեշտ է ուտել, հա, սա ուտելիք է իրական, չնայած մենք խմում ենք, բայց ինքը ուտելիք է։ Թեթևություն, ժոր, ես անձամբ իմ ընտանիքով 15 տարի է ամեն առավոտ իմ նախաճաշը սկսում է սրանով, հա։ Թեթև էներգիան շատ, հիմա ժամը քանիսն արդեն սա 10 կլինի, սա սաղուրա խոսում ենք, ինչ որ բան ենք անում, եւ հենց ինչքան էլ անելու ենք։ Եվ իհարկե նաև քաշը պահպանողների համար կամ նիհարողների համար լավ լուծում է, ինչի որտեղ քիչ կալորիայով դու ստանում ես մաքսիմում սնունդ մի ուտելու համար։ Այդ չի նշանակում, որ հանգար սխալ չհասկանա, կարող է նոր մարդիկ կան, որ մենք ամբողջ օրը ուտում ենք միայն կոկտեյլ, ոչ, մենք ամեն ինչ ուտում ենք, ժորդ։ Եթե մի օր գաք մեր փարթիներին մասնակցեք, կզարմանաք, կասեք, այս մարդիկ սովից են փախել, ինչ եղել, ամեն ինչ ուտում ենք, ժորդ, էդի խնդիր չի, բայց սա անբաժանելի մասն է նախաճաշի, իսկ նիհարողների համար օրվա մեջ եւս մեկ անգամ պետք է փոխարինեն իրենց սնունդը կոկտեյլով, ինչի որպեսզի այդ կալորիաների բալանսը, տարբերությունը պահվի։ Դե մի բաժակի մեջ ինչքան բան կա բացի սպիտակուցից ձեր էկրանին է, չթվարկեմ այս ամեն ինչը, ընդ որում եթե այս նկարին ուշադիր նայեք, ստեղ օրինակ մագնեզիումը այնքան է, ինչքան որ դուք կստանայիք, եթե ուտեիք, ասենք 100 գրամ թարմ սպանախի, չգիտեմ, աղցան, հա, ոչ թե էփած, այլ թարմ։
Կամ ասենք բանը ինչը ցինկը, հա, որը էլի գիտեք շատ կարևոր է իմունիտետի համար, պետք է ուտեիք ասենք 100 գրամ ընկույզ, որ ստանայիք այնքան ցինկ, ինչքան որ ձեզ մի ուտելու համար է պետք։ Սա մի ուտելու մասին է։ Կամ վիտամին C-ն 100 գրամ ասենք ինչ պետք է ուտեիք, արքայախնձոր, որ ստանայիք պատկերացնում եք այսքան 100 գրամ դուք չեք կարող ուտեք։ Սա որ գումարեք իրար, երբ մի 2 կիլո կստացվի։ Հա, մի ուտելուց 2 կիլո չենք ուտելու։ Դրա համար իդեալական լուծում է։ Ժամանակակից մարդու իդեալական լուծում։ Չեմ կարա, եթե սպիտակուցի մասին ենք խոսացել, չխոսել այս մյուս մթերքի մասին, որը կոչվում է ֆորմուլա 3, այնի ֆորմուլա 1-ն էր, այսի ֆորմուլա 1-ն է, ինքը ունի համ, ինքը ունի, հա, ասեցի համեր, իսկ ֆորմուլա 3-ը Ժորժան, ինքը ոչ համ ունի, ոչ հոտ։ Բայց ինքը մաքուր սպիտակուց է, ասեմ ինչի համար է։ Եթե հիշում եք, մենք որ խոսում ենք, ես ասացի, որ իրական ինչա, Ժորժան։ Ապրես։ Հա, լսի դե։ Ինձ թվաց իմ հետ է Գայանեն, Գայանեն ջան միկրոֆոնը սենց անեն, որ հա, օքեյ։ Նայեք, սրա մասին ինչ եմ ուզում ասել։ Քանի որ ես ասի, որ սպիտակուցի քանակը ապահովելը դժվար է, սա հատուկ մթերք է արտադրվել ֆիրմայի կողմից, որին կարելի է ամենտեղ լցնել, ժողովուրդ։ Կարակ պրոստը ջրի մեջ լցնեք, խառնեք, խմեք։ Կարակ օրինակ ապուր եք սարքել, չգիտեմ, սպասեք ուտում օրինակ, հա։ Կարակ վերցնեք մի քթալ լցնեք սպասի մեջ, խառնեք եւ այդ մի քթալով դուք 5 գրամ մաքուր սպիտակուց եք ստանում։ Կամ չգիտեմ, բորշ եք ուտում, բորշի մեջ, կամ աղցան եք պատրաստել, ձեր պորցիա աղցանի վրա ասենց խառնում եք, հա, ինքը որ համ ու հոտ չունի, իրան խնդիր չկա, կարաս ուտես։ Որտեղ ուզում եք, իրան կարակ խառնեք եւ դրանով ամեն մի քթալով 5 գրամ ավել սպիտակուց տակ ձեր օրգանիզմին։ Հիմնականում մեր բոլոր հաճախորդները եւ գործընկերները մենք բոլորս սա խառնում ենք կոկտեյլի հետ, այսինքն կոկտեյլը, երբ որ ես 3 քթալը դնում եմ, դա կոկտեյլի պորցիան է, 3 քթալը, ինչի ինձ է ապահովում 10 գրամ սպիտակուց, ապա եթե ես ուզում եմ 20 գրամ սպիտակուց ստանամ, 2 քթալ էլ այս սպիտակուցից եմ ավելացնում։ Համը հոտը չի փոխվում, մի քիչ ավելի խիտ է ստացվում, եթե ուզում եմ խիտ չնի, ջուր կարամ ավելացնեմ։ Բայց Ժորժան ես հասկանում եմ, որ մի ուտելով ես իմ 20 գրամը ստացա։ Պատկերացրիք ինչքան հետաքրքիր բան է։ Դե չգիտեմ, ուրախ եք թե չէ այսօր այս թեման սենց լսելով։ Մենք որպես կանոն վերջում նաև ովքեր որ չգիտեմ, ինչ որ բան ունեն կիսվելու, արդյունքա եւ այլն, կարան կիսվեն, եթե չէ, պրինցիպի թեման ես ավարտեցի։ Եթե հարցեր ունեք, կարաք հարցեր տաք, ելի սիրով կպատասխանեմ։ Շնորհակալ։ Вопросы есть? Շնորհակալություն։ Կարևոր Ձեզ ամեն էլ եմ անգամ շնորհակալ։ լսում ես ու հասկանում ես, թե ինչ կարևոր է սպիտակուցը, որ առանց սպիտակուց կյանք չի կարա լինի։ Կարա ջուր լինի, օդ լինի, բայց սպիտակուց չեղավ, կյանք չի լինի։ Մի հատ ես եթե չեմ սխալվում, Լև Տոլստոյն է ասել, թե չէ ով ասել, որ Կարլ Մարքսն է ասել։ Արա, հա, տեսեք ինչ։ Կարլ Մարքսին, երևի ջան, ես բան, Պուճուր ջան, ես ծնվել եմ Էնգելսի փողոցի վրա, հարևանությամբ եղել եմ Մարքսի փողոցը, հա, այդ Կարլ Մարքսը ասել է, որ жизнь есть форма существования белковых тел, այո։ Այո, իրականում կարա ջուր օդ լինի, բայց եթե չեղավ սպիտակուց, դա կյանք չի լինի։ Պատկերացրեք, ինչքան մեզ համար այդ կարևոր է այդ սպիտակուցը։ Ես եղել եմ այն մարդկանցից, միջև Herbalife գալը ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնել, ունենալով բժշկական կրթություն, մի հատ պատկերացրեք, լիներ սպիտակուց, չլիներ ինձ համար մեկ էր, ես կարայի քաղցրով, մրգով, սալաթով, չգիտեմ ինչով, որը անցկացնեի ու չէի գիտակցում, որ դա ինչքան վատ է իմ օրգանիզմի համար, այդտեղից լիքը խնդիրներ էին առաջանում, մկանների անդադ թույլ վիճակ, սպազմեր էին լինում մկանների, չգիտեմ, ամեն ինչ, հոգնած անընդհատ։ Դրա համար այստեղ ես հասկացա, որ տենց չի լինի, ինձ պետքա, որ ես սպիտակուցը Իսկ Արտակ, մենք գիտենք, որ 30%-ն է յուրացումը սպիտակուցի օրգանիզմի կողմից, բայց համեմատությունը, որ ասեցիք 70-30 կամ 60-40, այդ երկուսի կումարածի 30%-ը, թե ոնց է դա։
Չէ, կենթանականը ավելի քիչ է յուրացում, այսինքն մինչև 30%։ Բուսականը մի քիչ ավելի շատ է յուրացում, մինչև 50%։ Ընդհանրապես նկատի ունի մի ուտելու ժամանակ կապ չունի Հա, ինչից կլինի 30 գրամ ավել չի յուրացնում օրգանիզմը։ Ժորժան, ես մի հատ բան, ես ուզում եմ զապիս անջատեմ, բայց միջև անջատելը մի հատ բան եմ ուզում ասեմ, որտեղ երբ որ մենք զապիս ենք անում, նենց է ստացվում, որ մեր զապիսները, չգիտեմ, դուք կիսվում եք ձեր ծանոթների բաների հետ, ուզում եմ ասեմ, որ երբ որ դուք կլսեք այս ամեն ինչը, հիմա այս խոսքս այն մարդկանց համար, ովքեր զապիսը կլսեն, ու բնականաբար հարցեր են ելնելու, տեսեք հիմա էլի աղջիկները հարցեր են տալի, այդ սաղ նորմալ է։ Ես կուզում եմ, որ դուք դիմեք այն խորհրդատուին ու միջոցով այս զապիսը ձեզ հասել է, որպեսզի մաքսիմալ սպառիչ ձեր հարցերի պատասխանը ստանաք եւ ճիշտ ուղղություն ստանաք։ Ես հիմա զապիսը անջատեմ ու դուք շարունակեք ձեր զրույցը։